Միանշանակ եկեղեցու դեմ նրա արշավը պլանավորված էր, բայց ամենայն հավանականությամբ պլանավորված էր 2026 թվականի ընտրություններից հետո։ Բայց ինչու ինքը հիմա արեց, այստեղ էր խնդիրը։ Որովհետև երկիրը ընդամենը 2-3 մարդ կարողացել էին երկրում նոր օրակարգ թելադրել, այդ իմպիչմենտի օրակարգը։ Եվ այս պահին նրա կողմից այդ հարձակումները դա իմպիչմենտի օրակարգը ցրելու համար էր։ Որովհետև մինչ այդ ռեալ իր դեմ, այսպես ասած, հրաժարականի հեռացնելու գործողություններ չկար տրված։ Ինքը արդեն սովորել էր ծևը, մտնում էր ազգային ժողով, մեկին վիրավորում էր, մեկը իրեն էր վիրավորում, այդպես սարքում էին մի հատ լավ շոու, ու այդ շոուով կարող էին զբաղացնել բոլորին։ Ու ինչ-որ մի պահից ինքը տեսավ, որ այդ արդեն այլևս չի աշխատում։ Ու ինքը հասկացավ, որ դի ստիպված արդեն իր ծրագրերը ինքը առաջ գցի, ժամանակային առումով ինքը պետք է առաջ գցի։ Եվ հենց դրանով էր պայմանավորված, որ ինքը հենց այս փուլում սկսեց եկեղեցուն հարվածել։ Որովհետև եկեղեցին միակ բանն էր, որ կարող էր կողքից շատ բաներ, այսպես ասած, մոռացնել տար։ Եկեղեցու պաշտպանելը միանշանակ բոլոր հայերի պարտականությունն է եւ բոլոր հայերի նաեւ այսպես զգայական կետն է։ Այստեղ ինքը դրան համար էս պահին նախաձեռնեցը։ Հետևաբար մեզ ինչ է պետք, որպեսզի մենք կարողանանք նորից մեր օրակարգը առաջ տանել, որովհետև ցանկացած պահի Փաշինյանը ինքը ուժեղ է իր օրակարգի մեջ։ Իսկ եթե մեզ կհաջողվի օրակարգ փոխել, միանշանակ ինքը արդեն կունենա շատ լուրջ խնդիր։ Ու այս այլ էր խնդիր, որովհետև եթե ինքը եկեղեցու նկատմամբ արշավը ձեռնարկեր 1 տարի հետո, գուցե այդքան ռեսուրս չունենար, շատ ավելի դժվար լիներ իրեն։ Իսկ երբ որ մի բան դու պլանավորածը շուտ ես սկսում, նաև այստեղ խնդիրը կա այդտեղ տանուլ տալու։ Հետևաբար շատ կարևոր էր, որ հիմա ստեղծես, որովհետև այստեղ ինքը արդեն կարելի ասել կոնես պահին տանուլ է տվել։